Վարպետ Իսահակյանը իր ամբողջ կյանքը նվիրեց հայությանը, ցավին և ուրախությանը, պայքարի և հույսի երկերին։ Նա բանաստեղծությունները չեն միայն գեղեցիկ տողեր, այլև ժողովրդի հոգեվիճումներ, որոնք սերունդ առ սերունդ մեզ փոխանցում են հավատք, ուժ և պատասխանատվություն։ Նա հայրենիքի մեծ սիրահար էր և իր խոսքի ուժով կարողացավ միավորել սփյուռքի ու հայրենիքի հայությանը, հիշեցնելով, որ մեր ինքնության հիմքը մեր մշակույթն ու կրթությունն է։ Համազգային հայկրթական և մշակութային միության համար մեծ պատիվ է այս հույս ցերեկույթը կազմակերպել մեր սիրելի քաղաքում, Վարպետի քաղաքում, որն իր արվեստով մշտապես եղել է հայ մշակույթի մի բացառիկ օջախ։ Այս միջոցառումը մեր համեստ ներդրումն է մեծ բանաստեղծի հիշատակը պարապանելու, նրա պատկանել է կենդանի պահելու և նոր սերունդին փոխանցելու գործին։ Թող այսօր այստեղ հնչող յուրաքանչյուր խոսք ու երգ լինի նվիրված ու մեծ վարպետին և թող նրա համար թողերը շարունակեն լուսավորել մեր հոգիները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությամբ, սիրով և նվիրումով հնարավորություն տվեցին իրականություն դարձնելու այս կրտադասիլաշական ցերեկույթը, որը ծննդյան օրինական միջոցառումների որպես մեկնարկ համազգային ազդարարում է այսպես։ Հավատում եմ, որ միասին կշարունակենք Իսահակյանի թողած ճանապարհը, ծառայելով հայ մշակույթին ու կրթությանը։ Շնորհակալ եմ և թող մեր մեծ բանաստեղծի հիշատակը միշտ վառ լինի և օրհնված։ Հայրենիքի և ժողովրդի բարօրության և բարձրացման։ Աշխարհի բոլոր աշխատավոր ազգի ժողովուրդները ապավում են խաղաղության։ Այսօրվա հոգեզուր ժամանակներում խրատատու, հանդիմանող, հոգևորող, մտածել տվող։ Այսօր երբ մեր թեմակալ առաջնորդ Տեր Միքայել arczepiskopos Աջապարյանը հարիրավի կանաչի տակ է, երբ մենք մեր մեծերին կարծես գնահատել չենք կարողանում, երբ մեզանում խախտված է արժեքների համակարգը, որպես մեզ դասնացող հայրական ապտակ խոսքս ուզում եմ վերջացնել Վարպետի կողմից եկած այնպիսի մի բանաստեղծությամբ, որ կարծես մի մարգարեություն լինի մեր օրերի մասին, ինձ համար սիրելի և մեր օրերը հիշեցնող հետևյալ բանաստեղծությամբ։ Ես ձեզ ասում եմ, որ կգա հոգուսով, և դուք կքացեք ճոխ սեղանի մոտ, կընկնեք ուրալու հափրած ոգորով հրևեն խոսքի վեր, խոսքի կարոտ, լրպերի ծառով արհամալեցիք, ոգու վար զեղում, միտք ու երազանք նյութի տաճարում արպած պարեցիք, մոռացած անմա անունի պենչանք, դուք, որ մերժեցիք ուժը ստեղծալուց, ձեր նյութի հանդեպ կգա ոգուսով, և ուրացքի պես փշտանքի համար ծառան ու նոթի կընկնեք ծովեցով։ Աստված ողորմի մեր ազգին և այսպես չլինի ոգուսով, այդ հիշենք իրենց արածը և զորանանք իրենցով, մեր մեծերով։ Աստված հոգին լուսավորի մեր սիրելի բանաստեղծին։ Արնոտ դաշտերում ծխրիքն է ծխում, հայդուկն է կենմաբան խորքնով, հայդուկը հոգում երազ է տեսնում,
հայրենի աշխարհն ազատապահով, տեսնում է, արթուն շնչում, փայլուն գերակին զնգում է անուշ, ու փոცხ է քաշում սիրուն աղջիկում, հայդուկի վրա երգերով անուշ, սալնոձորերում ամպերն են անցնում, հայդուկի վրա արծիվն է գալիս, աղ, սևաչեր արծիվն է հանում, հայդուկի վրա ամպերն են գալիս։